The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Լիլիթ բարի գալուստ։ Չնայած բարի գալուստ, բաբա արդեն գնում ես։ Բարի գնալուստ։ Որտեղ ես ծնվել ու ինչ ընտանիքում։ Ուրեմն Երևանում, դե բնականաբար, որտեղ պապերիցս սկսած բոլորը Երևանում են։ Պապաս ճարտարապետ, նկարիչ, շատ լավ արմատներով պապայի կողմը, մամայի կողմը ավելի շատ մաթեմատիկոսներ, որը որ ես առհասարակ ոչ մի ձև չեմ ունեցել էլի այդ գիծը իմ մեջ։ Ինչ տեսակի երեխա ես եղել։ Բարդ, որտեվ աղջկական ոչ մի բան չեմ ունեցել իմ մեջ։ Ավելի շատ հորեղբորս տղայի ու իմ եղբոր հետ եմ տենց ընկերություն արել ու իրանց ընկերների շրջապատում ու մեծացա ոնց որ տղա։ Դպրոցական տարիներին էլ ես այդպեսին եղել, ակտիվ։ Ծեծում էի տղերքին, հետո տենց ոստիկանություն։ Բայց ավելի շատ տղաների հետ էիր ընկերություն անում։ Մինչև հիմա էլ տղաների հետ եմ ընկերություն անում։ Ինչի։ Հատուկենտ աղջիկներ կան, ում որ վստահում եմ, ում հետ որ կարամ ընկերություն անեմ։ Տենց մի ձեռքիս մատերը անգամ շատ են հաշվելու համար, ավելի շատ նրա համար, որ տղերքի հետ կարողանում ես ընկերություն անես, վստահես իրանք մեջքից չեն խփում, աղջիկները մի քիչ նախանձ են։ Հեշտ է իրանց հետ։ Տղաների հետ հեշտ է, աղջիկների հետ չէ։ Կարող է ես եմ բարդ։ Չէ, ես ինքս էլ եմ այդպեսին եղել։ Հեշտ է, չէ՞ տղերքի հետ։ Լավն են իրենք։ Շատ ավելի։ Ինչպիսին էին երազանքները փոքր տարիքում։ Ինչ էիր երազում։ Երազում էի աղջիկ ընկերուհի ունենա, երազում էի պրինցեսկա լինեի, ասենց աղջիկական շորիկներ հագնեի, որտեվ կյանքիս մեջ մի հատ յուբկա եմ ունեցել, լամբադա, այդ տարիների ապրողները կհիշեն։ Մանկապարտեզ այդ էի հագնում, առաջի, երկրորդ, երրորդ դասարան այդ էի հագնում, մենակ իրան էի սիրում, մինչև որ պատրվեց։ Դրանից հետո էլ յուբկա չհագամ, երազում էի, որ կարողանամ ինձ աղջիկ զգամ ու առաջի անգամ որ սկսեցի արդեն շատ մեծ կոմպլեքսով երազանքս դեպի տանող ճանապարհ վերջին զանգներ։ Երկար շորիկով։ Երազանք չունեմ որպես այդպեսին, ավելի շատ նպատակներ են դեպի այդտեղ տանող ճանապարհ։ Իսկ մասնագիտական առումով երազանքներդ ինչպիսին էր, որ փոքր ժամանակ քեզ հարցնում էին ինչ ես դառնալու, ինչ էիր պատասխանում։ Որ փոքր ժամանակ հարցնում են ինչ ես դառնալու, ես չգիտեի ինչ եմ դառնալու։ Բայց կար մի մասնագիտություն, որ սիրում էիր։ Չէ, ոչ մի մասնագիտություն չի եղել, որ սիրեմ ասեմ, այ ուզում եմ գնամ բժիշկ դառնամ, ոնց որ բոլորն էին ասում, չէ, տարիքում ինչ ես դառնալու բժիշկ։ Չէ, նկարում եմ շատ լավ, պապայիցս եկել է այդ գիծը։ Ձերքի շնորհքը ոնց որ Աստված տվել է, դրա համար տենց կոնկրետ ինչ-որ մի բանի չեմ մտածել, որ այս մասնագիտությունը ունենամ, որտեվ չեմ կարող հասնել դրան։ Դրա համար տենց ինչ կյանքը կտա։ Ու բերեց մանկավարժական ավարտելուց հետո մշակույթի բաժինը, բերեց հասցրեց այս ճանապարհ էլ։ Երևի թե ավելի շատ կուզենայի իրավաբան օրինակ լինեի։ Հիմա օրենքի հետ աշխատեի։ Իմ բնավորությանը բնորոշ էլի։ Կարող ենք ասել, որ դա ձևավորված բնավորության գիծ է արդեն քո մոտ, ոչինչ չպլանավորելը, ապրում ես այստեղ եւ այս պահով։ Հա, պլանավորելը այդքանն էլ ճիշտ չի, առհասարակ ես իմ դիտարկումն եմ ասում, իմ տեսլականը կյանքի, որտեվ երբ որ պլանավորում ես, դու պատկերացնում ես այդ ճանապարհը ու հանկարծ այնց մի հատ նոնսենս բաներ ա լինում, որ այդ ճանապարհը լրիվ շեղվում է, դեպրեսիայի մեջ ես ընկնում, ստրեսներ ես ստանում, բայց այս դեպքում եթե թողում ես ճակատագրին սենց ասեմ, ոչ թե բախտիքը մահաճույքին, ավելի ճիշտ է լինում։ Դե ուղղորդում ես դու սենց թե նենց քո ուղին դեպի ուր ես ուզում գնաս, բայց չես պլանավորում այս գիծը, որտեվ այդ գիծը միշտ շեղվում է։ Չես կարա էլի։ Ես չեմ կարա պլանավորած։ Երբևէ մտածել էիր, որ կհայտնվես շոու բիզնեսում։ Չէ, էկրանից ենկոմ կյանքը իմ համար եղել է անհասանելի։ Սենց ասեմ, ես մի հոգի եմ ունեցել իմ կյանքում երգիչ, ում սենց, չգիտեմ, փառաբանել եմ իրան, մեր հայ աստղերից, Հայկոն ա եղել, սիրահարված է իրան, իր նկարները ամբողջ տան մեջ ու երբևէ չէի մտածում, որ ես կարամ տետատետ իրար տեսնենք, խոսենք, շփվենք ու առաջի անգամ, որ ծանոթանում եմ իր հետ, սենց սիրտս դողում է, ասում եմ, հայ, ես փոքր տարիքում տենց սիրահարված եմ քեզ եղել, դու տենց իմ համար մի հատ վաու կերպար էիր ու երբևէ չէի կարա հասկանալ, որ ես մի մետր հեռավորության վրա կարամ շփվեմ քո հետ։
շոու բիզնեսը շատ հեռու է եղել իմ համար, շատ։ Երևի այն մի գիծը, որ չեմ հասնի այդտենց։ Իսկ ինչպես հայտնվեցիր շոու բիզնեսում։ Մաֆիա խաղալու ընթացքում, երբ որ սեղանին նստած են 10 տարբեր մասնագիտության մարդիկ, ստացվում է անենց կազմակերպչական ջիղը իմ մոտ շատ ուժեղ զարգացած է։ Դպրոցում, մանկապարտեզում, ինստիտուտում, Բաքում, սենց բոլոր իմ շրջապատում միշտ հավաք եմ անեմ, սենց ես եմ էլի այդ կազմակերպչական ավելանում, ոնց որ թիմի ավակ ելնեմ։ Գերազանցիկ չէ, բայց երբեք։ Ու բան էի անում։ Մոռացա ուր էի հասել։ Ինչպես հայտնվեցիր Հա, ինչպես հայտնվեցի։ Այդ մաֆիա խաղալու շրջանակներում ունեմ մի լավ ընկեր, Օսկարը, Հրանտը, Շարմ Հոլդինգում էր աշխատում, ու սենց առաջարկ արեց, դե խոսելու ընթացքում պարբերաբար, որ ամիսների ընթացքում խաղում ենք, ստացվում անենց, որ սկսում ենք ճանաչել իրար, հասկանալով ինչ ոնց, ասեց կարող է գաս մեր մոտ ադմինիստրատոր։ Այդ սենց են, որ ես կարամ, այդ իմ համար ինչ որ բարդ աշխատանք է, էլի TV Ասեցի հա, ասեց շատ ուժեղ է կազմակերպչականդ կարաս էլի, ես կասեմ ինչ անես, ոնց անես, առաջի կլիպը նկարելուց, գովազդը նկարելուց, հետո դրա հետ զուգահեռ ասում էր արի դու էլ նկարվի, տեսնում 1, 2, 3, հետո Արեն Բայազյանի հետ եմ ծանոթանում, ինքը կլիպ մեյքեր, ֆանտաստիկ, սկսում եմ իր հետ աշխատել, հետո սենց քիչ, ինչ որ շրջապատ է ձևավորվում արտիստների շրջանում, Հետո TV եմ մտնում, չգիտեմ ոնց շանթում եմ հայտնվում, սկսում եմ համ նկարվել ընտեղ, համ աշխատել, դրանից հետո Armenia TV, հետո Հմեկ, հետո ստացվում անենց 20 թվին, իմ կյանքի երևի ամենամեծ քայլն էր դա, երբ որ Սարոյի հետ սկսեցի աշխատել։ Առաջին արտիստներ ու հետ Առաջի արտիստը, այո, իմ համար ինքը սենց շատ բաղձալի երազանք չասեմ, բայց անհասանելի կետ էր, որ ես կարամ համերգ կազմակերպեմ, ես ինձ ինչ-որ բան կարամ թույլ տամ, դրանից առաջ միջոցառումներ կազմակերպել եմ, արել եմ, իմ ֆեստիվալներն եմ արել, որտեղ որ ես սխալվեի, իմ սխալներ, ոչ մեկ ինձ չէր ասելու էլի, ինչի համար ոնց խի, բայց երբ որ աշխատում ես արտիստի համար, այդ դեպքում պարտավորեցնող է, որ հանկարծ ինքը ընտրել է քեզ, որ դու անես այդ ուղին, այդ ճանապարհը, այդ գործը, բա որ սխալվեցի հետո Իր համերգի շրջանակներում Արա Մարտիրոսյանի հետ եմ ծանոթանում, ասում է համերգս կազմակերպի ու 2 ամիս է այդ համերգային շրջանի ընթացքը, որ ես պետք է կազմակերպչական աշխատանք անեմ, ասեցի Արա ինձ թույլ կտակ, ես մտածեմ դրա մասին, ասեց հա դու մտածել ես 3 Ինքը այնքան վստահ էր, որ ես այդ ամեն ինչը պետք է անեմ, սկսում եմ այդտեղից իր հետ աշխատել, զուգահեռ համ Սարոն, համ Արոն ու դրանից 22 թվին Սուպեր Սակոյի հետ։ Ու սենց դառնում անենց, որ ես եկա հասա միտեղ, որտեղ որ երբևէ չեմ երազել ու չեմ պատկերացրել, որտեղ ինքը հեռավոր էր իմ համար, չէի հասնի ստեղ։ Բոլորի համար էկրանից այն կողմ թվում է, որ ինչ անում, որ Լիլիթը ամբողջ օրը ուտել խմելու ուրախությունների մեջ քո աշխատանքի ամենադժվար կողմը, ես վստահ եմ, որ դրանք շատ են, ամենադժվար կողմը որն է, որ մենք չենք տեսնում։ Լիլիթը լացելով այդ ճանապարհը անցնում է, Լիլիթը ոտքի մազոլներով այդ ճանապարհը անցնում է, մեջքի ցավով անցնում է, գլխացավերով, ստրեսներով, որովհետև դա շատ լուրջ կազմակերպչական աշխատանք է։ Դուք միգուցե չեք տեսնում դա։ Բոլորի տեղը պատասխան ես տալիս դու։ Հանդիսատես եք գալիս, որը արդեն պատրաստ ամեն ինչը տեսնում է։ Այնտեղ մնացած տեխնիկական աշխատանքները, մնացած ամեն ինչը արտիստի հետ աշխատելը, կոմունիկացիան տարածքի հետ, սկսած անվտանգության աշխատողից, մինչև արդեն դուրս դեպի վալեի աշխատող, այդ ամեն ինչը կազմակերպչական բան է, բարդություն է, որովհետև չեմ կարող ոչ մի ձև չվերահսկեմ, որտեվ անվտանգությունն էլ է իմ կուրացիայի տակ, որտեվ իմ արտիստն է այդտեղ։ Այն վալեի աշխատողներն էլ են իմ կուրացիայի տակ, որտեվ հյուրերն են գալիս իրանց դիմավորել, այնտեղ հյուրընկալները, բարձացանք բեմ, հասանք լույս, LED, էկրան, զվուկ, բեմ, կոնտենտ, այդ ամեն ինչը։ Բացի դա արդեն ստեղծագործական աշխատանքը, նվագախումբ, արտիստ, փորձեր, այդ բարդ է շատ։ Բայց ես ուրախ եմ, որ այտենց տեսնում եմ, որ թեթևա Լիլիթը ուրախ է, ոնց sense այդ ամեն ինչը ինձ պետք չի իրանք հասկանան իմ մեջքի ցավը։ Իմացեք, որ սա լավ է։ Իրանք սիրուն նկարն են տեսնում ամեն ինչի։ Հա։ Մենք կանայքս գիտենք,
որ տղամարդիկ մի փոքր երեխա է։ Ու կամակոր։ Երեխա են ու կամակոր։ Այ 3 տղամարդկանց հետ աշխատել ես, արտիստները տղամարդիկ են եղել։ Գիտեմ, որ հեշտ չի դա։ Բայց կնոջ հետ չեմ աշխատում։ Հա, գիտեմ, որ հեշտ չի դա։ Այ ո՞նց ես այդ ոսկե միջինը գտնում։ Ինչպես ես լեզու գտնում իրանց հետ։ Այդ կամակորությունները ո՞նց ես բարդ առաջի տարիները։ 3-ի հետ էլ առաջի տարին աշխատելուց շատ բարդ ա եղել։ Շատ բարդ ա եղել, որտեվ ամեն մեկը տարբեր բնավորության գիծ ա ունեցել։ Սարոյի հետ դժվար էր, որովհետև իրան պետքա անցալեի ինքը ինչ սթայլի տղա է, ինչ ա ուզում, ինչ արտիստ ա, բեմի վրա ոնց ա ուզում։ Արայի հետ դժվար էր, որովհետև Արան բավականին շատ կատեգորիկ բարդ բնավորությամբ մարդ էր ու շատ դժվար ա իր հետ։ Սակոյի հետ հեշտ ա։ Սուպերի հետ աշխատելը, որտեվ ինքը շատ թեթև ա։ Իր հետ ինձ ասում է ես ոչ մի բանի հետ չեմ խառնվում, ինձ մենակ օր ժամ, իմ թիքետները, ես ուր եմ գալի, որ ժամին երբ եմ բեմ հելնում։ Ես մնացած ոչ մի բանի հետ գործ չունեմ։ Ոչինչի չի խառնվում։ Չի խառնվում։ Չէ։ Հա։ Իր հետ այդ, այսինքն մեր վստահությունը այնքան շատ է, որ մենք այս տարիների ընթացքում այնքան ենք աշխատել իրար հետ, որ մենք ընկալում ենք իրար, որտեվ սենց ասեմ, առաջի համերգը, որ իր համար արել եմ 50,000 հանդիսատեսի առաջ, իմ առաջի գործն է եղել Սուպեր Սակոյի հետ։ Ինքը իմ հետ կոմունիկացիայի մեջ մտնելուց հասկացել է, որ ես դա կարամ իրան տամ։ Ու հենց առաջի համերգի օրը ասեց ես ոչինչի մեջ չեմ խառնվելու։ Ինձ մենակ օր, ժամ, տեղ։ Այսինքն այնտեղ քաղաքապետարանից թույլատրություն, օպերայի բակից թույլատրություն, լույս, հրշեջներ, շտապ օգնություն, ոստիկանություն, այսինքն այդ ամեն ինչը ու գալիս ենք արդեն բեմ, լույս, звук, այդ տարածքին համապատասխան, մի խոսքով տենց շատ բարդ էր։ Բացի դա, արտիստներ, ովքեր Ամերիկայից են գալու, Եվրոպայից են գալու, այսինքն այդ իրանց տոմսերը, հյուրանոցները, գալ հասնելը բեմ, այդ ամեն ինչը այնպես ու մենակով ին վրա, տենց բրավո ինձ, որ ինքը այդքան վստահեց ու բրավո, որ ես կարողացա այդ անեմ։ Մենք էլ ենք քեզ ասում բրավո։ Շնորհակալություն։ Ասում եմ ես չասեմ ով է ասել։ Լիլիթ, սոցիալական ցանցերում քեզ հետևելիս ես հասկանում եմ, որ դու էներգիայով լիքը մարդ ես։ Ես քեզ գիտես ինչ եմ ասում։ Բոմբոչկա։ Հա։ Այո, իմ էներգիան չի սպառվում։ Որտեղից ես վերցնում այդքան էներգիա։ Ձեզնից։ Այն մարդկանցից, ովքեր որ մաքսիմալ ուզում են չարախոսեն, ուզում են վատաբանեն, ուզում են չհաջողեմ ես։ Հա ոնց չէ։ Իմ շրջապատում անմիջապես կողքս մտերիմ մարդիկ sense շատ կանգնած քիփ։ Իրանցով ունենց մոտիվացիա են տալիս, որ ես ել ավելին անեմ, որ իրանք ավելի հետ մնան։ Դե դու հաղթող ես, իսկ հաղթողներին չեն քննադատում։ Բայց ես իրանց վրայով չեմ էլ անցնում։ Ես ոչ մեկի հացը երբևէ չեմ վերցրել։ Եթե չօգնեմ ինքը ավելին ունենա, ես չեմ վերցնի։ Տեսակովս մի քիչ օգնող եմ ավելի շատ, անգամ այդ տեսակի մարդկանց, ովքեր որ ոչ մի կերպ չեն ուզում, որ ես էլ ավելի առաջ գնամ։ Չգիտեմ ինչ եմ արել իրանց։ Գիտեմ, որ մի քանի անգամ դեսպանատուն ես դիմել Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար։ Մի հատ 8 տարի առաջ ասեցին աղջիկ ջան, դու սկի սեփական կատու չունես, ուր ես եկե Ամերիկա գնաս։ Ոչ մի բան չունեի։ Բացարձակ sense։ Թափ տալով գնացի, ասեցի մարդ ես կարող եմ եկել տեսար ստացվի, ասեն էտա ոնց են տալիս մնացած բոլորին ինձ էլ տան։ Ասեցին չէ։ Հետո դիմել եմ 2 տարի առաջ։ Մյուսը դիմել եմ 2-3 տարի առաջ, որ արդեն Եվրոպայի մոտավորապես մի 10 քանի հատ Շենգեն վիզա ունեի, Անգլիայի գնացել, եկել դե այն երկրները, որոնք որ վիզա չունեն, չասեմ, տենց բավականին շատ, երրորդ անձնագիրն էի փոխել այդ ընթացքում, ասին չէ, բայց փորձեց հուշում տալ ինչի չէ, ասեց աշխատանք տա, այսինքն ինքը ուզում էր հասկացնել, որ քեզ տեսնում ենք, հասկանում ենք դու ինչով ես զբաղվում, մի արի տուրիստական դիմի, գնա բիզնես վիզա դիմի, գնա աշխատի, հարկվի, մենք էլ ասենք օքեյ, տենց էլ արեցինք, եկա հասած տեղ։ Եկել ես բիզնես վիզայով։ Այո, առաջին անգամ ես չէ Միացյալ Նահանգներում։ Այո։ Ինչ ես հասցրել տեսնել։ Նախ քանի օր աստեղ ես։ 15 օրվա մեջ հասցրել եմ 4 օր Վեգասում լինեմ, 6 օր
Հավայան կղզիներում լինեմ, 2 օր ձեր շատ սիրելի գլենդելում։ Հետո արդեն դուրս եմ եկել, չսիրեցի գլենդելը մի տեսակ, շատ են հայերը։ Ու այն հայերն են, ովքեր այս որ կողքդ չեն ուզում է, ականջիս նենց բաներ ա գալիս հասնում, ասում եմ երեխեք, ես չեմ եկել ձեր գործը վերցնեմ։ Ես իմ արտիստը ունեմ, իր համար եկել եմ, իր համերգը անում եմ, դուք էլի մնացեք ձեր տեղը, չեմ ոչ մեկիդ գործը չեմ վերցնելու։ Իսկ ինչ ես հասցրել ֆիքսես։ Ինչպիսին են քո աչքերով Միացյալ Նահանգների հայերը։ Հայերը իմ աչքերով ինչպիսին են Միացյալ Նահանգներում։ Արդեն սենց ասեմ, Հայաստանում ապրող հայերը մի քիչ ավելի շատ մտերիմ են, ավելի շատ ժամանակ ունեն իրար տեսնելու, ավելի շատ ժամանակ ունեն իրար սփորտ անելու։ Բայց ստեղ քանի որ երևի շատ մեծ է տարածքը, ոչ մեկ ժամանակ չունի։ Ես հասկանում եմ, որ ես տուրիստ եմ եկել որպես, ու իրանք իրանց ժամանակից կտրում են, տալիս են, հատկացնում են ինձ, այստեղ այնտեղ փորձում են ցույց տալ, ամեն մեկը ուզում է ինչ-որ մի լավ բան իր կողմից արած լինի, բայց եթե ես որ գամ արդեն դառնամ լոկալ էստեղի, ով է իմ ժամանակը ունենալու։ Չէ, չեմ հավատում։ Ես կարծում եմ դու ինքն էլ գիտես, որ դա բոլորի վրա չի տարածվում։ Չէ, էդի մեծամասնության մասին եմ ասում, չէ, բոլորի վրա բնականաբար չի տարածվում, որտեվ կան մարդիկ, ովքեր տեսակով երբևէ չեն փոխվի։ Իրանք ընկեր են, իրանք իմ տեսակի են, ես իմ վերջի շապիկը կտամ, որ քո համար լավ անեմ։ Ես կթողնեմ իմ ամեն ինչը, ժամ, գրաֆիկ գոյություն չունի, փող գոյություն չունի, ինչ-որ զբաղվածություն, ես կգամ, որ քեզ օգնեմ, որտեվ ես քո աչքերի մեջ մի քիչ տեսել եմ ինձ, անգամ եթե դու ինձ չսիրես։ Ես թեկուզ այդ փոքրիկ նախանձը նկատելով, որ դու կարաս տենց ինչի ինքը ես չէ, այդ պրոստը սենց մտքովդ անցնի, ես կփորձեմ քո համար ավելի լավ անեմ, օգնեմ շատ, որ դու քեզ մի քիչ լավ զգաս, որ իմ վրայից դուրս գա այդ որ էլ այդ չմտածես, ասես չէ լավ, տենց Իրանը չէ, արի իմը ստեղծեմ։ Որ ես սկսեմ քեզ սիրել։ Որ դու սկսես ինձ սիրել, ես մաքսիմալ ամեն ինչս կտամ քո համար, որ լավ լինի։ Բայց ասենք բոլորին, որ խոսքը իմ մասին չի, Չէ, տարածական ընդհանուր բոլորի մասն եմ ասում։ Ես ամեն ինչ կանեմ, սենց ասեմ։ Իմ բոլոր ընկերներն էլ գիտեն։ Ես նվիրվում եմ, ես տալիս եմ, ես ինձ եմ դնում իր համար, ներդրում եմ սաղ ամեն ինչս, որ իրան լավ լինի, որ ինքը կոմֆորտ լինի, որ ինքը սիրի իրան։ Ջանդամ ես ցավ ավան կա, ես ուժեղ եմ, կարում եմ անցկացնեմ։ Ինչ ունեմ տենց եմ։ Լիլիթ, քեզ դիմավորելի, սուպեր սակուն սոցիալական ցանցերի այդ ռիլը բոլորս ենք տեսել։ Միլիոն 700,000 դիտումով եկավ, որ այստեղ էլ ֆշշցնի բոլորի վրա։ Դե բնականաբար գիտենք, որ դա հումոր է, ես կարծում դա բոլորն են հասկացել։ Հիմա դա եմ հարցնում։ Դրա մեջ մենք բոլորս գիտենք, որ դա հումոր է, բայց բնավորությանը գծերից որոշ բաներ կարող ենք ասել, որ կա այդ որոշ բաներ։ Հա, Բնավորությանս գծերի մեջ կա մի քանի բան, որը տենց չի, բնորոշ չի օծին։ ահա։ Ես, հա, իհարկե, կապ չունի, որ ես կսիրեմ, կանեմ, կդնեմ, կտամ, կնվիրվեմ, ես կանեմ, բայց երբ որ իմ սահման կմտնես, կփորձես ոտքս տրորել, գլխի վրայով եմ անցնում, նո։ Ես ունենց չի, որ տենց բարի պտուղ եմ, տենց բավա, ինչ լավ բարի աղջիկ է, ինքը սաղը սիրում ենք, չէ։ Չէ, օծեմ ինչի համար։ Սակոյի պարագայում սենց ասեմ, ինքը բավականին շատ օգնում է Հայաստանում ապրող մարդկանց, շատ, անգամ են մարդկանց, ովքեր արժանի չեն, ու երբեմն լինում է իր բարությունը մի քիչ փորձում են շահագործել, որտեվ ինքը ստեղ ապրում, չի տեսնում ընդե ինչա, բայց ես հո տեսնում եմ դա, լավ 1, 2, 10, 50, ոնց կարա լինի, ասում եմ, էսի մի արա, էսի կտրում ենք, կոնսպեկտում ենք, սենց չի լինում, նենց չի լինում, ասում եմ, դե քեզ բոլորը ասում են օծ, ասում եմ, օքեյ, anyway, թող ասեմ, դու էլ ասա։ Դրանից ոչինչ չի փոխվում։ Հա, հիմա իրանից հետո սաղ օծ են ասում, բայց լավ է, ապրի, գոնե մի հատ մի բան ես պիտի ունենա իմ համար։ Բնավորությանդ գծերից որի հետ չես կարողանում ոչ մի կերպ հարմարվել ու մինչև այսօր չես կարողանում ազատվել այդ գծից։ Օй, շատ նվիրված եմ այդ օգտագործվում է էդի հաճախ, շատ եմ նվիրվում։ Հա, այդ ինձ թուլացնում է, մեկու մեջ գալիս անես աշխատում ես, որ շտկես այդ գիծը։ Այնպես չի, որ տենց ջանք եմ գործադրում դրա համար, բայց
Պահը որ գալիս է որ հասկանում եմ որ տենց պետքա մի քիչ հետ կանգնեմ, փորձում եմ անեմ, բայց հաջորդ վարքյանին էլի չէ։ Հասկանում ես որ չէ։ Կարող եմ 5 տարի հետո ծերանամ։ Լիլիթ, գիտեմ որ ես շատ չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, բայց գիտեմ որ ամուսնալուծված ես ու ինքդ ես մեծացրել Այո։ Քո աղջկան։ Այո։ Ամեն անգամ քո հարցազրույցները, որ դիտում էի հաղորդմանը պատրաստվելիս, այնքան քնքշոր են ու այնքան զգուշ ես խոսում աղջկատ մասին։ Փերի է ինքը։ Հա, ես հասկանում եմ, դու ինքդ էլ նշում ես, որ քո հակապատկերն է։ Կա մի բան, որ ուզում էիր տայիր իրան, բայց չես տվել։ Ես ամեն ինչ տվել եմ իրան։ Անգամ այն, որ մենք չունենք papa մեր կողքին, ես լրացրել եմ այդ բացը։ Ու լրացրել եմ ավելին, քան ով որ ունի papa, կարա այդքանը տա։ Այդ բոլորն են տեսնում, այդ իր շրջապատն է տեսնում, իր ընկերների համարել եմ ես փորձում ունենց անեմ լրացնեմ, որ հանկարծ իրանց մոտ էլ ոչ մի տենց խնդիր, թերի բան չմնա։ Չէ, ինքը շատ բարի, շատ նուրբ, սենց բամբակ աղջիկ է։ Ինքը տենց պետքա չթրջվի, իր ոտքը պետքա չցավա։ Որովհետև ես անցել եմ այդ ճանապարհը, շատ է ինձ ցավացել, բայց հիմա ես պետք է անեմ, որ չէ։ Ես իմ ամեն ինչս դնում եմ մի կողմ։ Ես իր համար եմ ապրում, ցնդվում եմ իր համար, խելագարվում եմ։ Ինձ համար այն կանայք, ովքեր մենակ են մեծացնում իրենց երեխաներին, ինձ համար դուք հերոսներ եք։ Համաձայն դա եմ։ իմանաս դու։ Համաձայն եմ, որտեվ մենք անցնում ենք բարդ ճանապարհ։ Ես 2010 թվականին եմ ամուսնալուծվել, այդ ժամանակ բոլորը չարախոսում էին այն բանով, համատարած էր դա, ով որ բաժանվում էր, ասում էին կամ մանեկողա սա, կամ ամուսինը նարկոմանա, կամ խաղամոլա, ուրիշ բան չկար տարբերակ, այսինքն մենք իրար չենք հասկացել, մենք իրար հետ չենք կարողանում լիարժեք լինենք, մենք իրար հոտ չենք սիրում, այդ դրանք հետ, կամ ես եմ ման գալիս, բարև ձեզ, կամ ինքը նարկոմանա կամ խաղացող, ոչ ինքն է, տենց ոչ երևի ես։ Այ Չեմ կարող ասեմ, հիմա մարդ ես, այստեղ եմ եկել, ման եմ գալիս հիմա։ Այ այդ ասացիդ վրա ուզում մի հարց տալ։ Ստատիստիկայով հիմա ամուսնալուծությունները շատ են շատացել։ Այստեղ էլ Հայաստանում էլ ինչու՞մն է խնդիրը։ Այդ ինձ դուր չի գալիս։ Ես բան չեմ, կողմնակից չեմ ամուսնալուծությունների, ասեմ ինչքան էլ որ նախընտրում ես, որ տենց լավ, օքեյ, ես իմ կյանքը առանձին ապրեմ, չխանգարենք իրար, երեխեն առողջ միջավայրում մեծանա, բայց կողմ չեմ այդ ամուսնալուծություններին, այդ լավ բան չի։ Հիմա խաղուպարա դարձել, որտեվ էլ ոչ մեկ չի մատնանշում, որ ինքը մանեկողա կամ խաղամոլա կամ թմրամոլա, այդ էլ չեն մատնանշում, ասում են, օքեյ, չհասկացան իրան։ Այսինքն մեր մոտ սենց ասեմ, անցումային միտքը մեծ քայլերով է լինում, շատ լոնքը մեծ է։ Մենք չենք աստիճանաբար չենք գալիս այն մտքին, որ կարելի է հասնել այն քայլին, որ կարելի է, օքեյ, միասին չապրել ու դա լինի տենց նորմալ։ Բայց մենք միանգամից, մենք չհասկացանք իրար, ամուսնանում են իրար հետ, մի ամիս չանցած մենք չհասկացանք, 3 տարի չանցած մենք չհասկացանք, 6 տարի չանցած մենք չհասկացանք, այդքան երկար կյանք ապրել ես, ոնց չհասկացար։ Ինչն է պակաս, եթե դու փորձել ես այդ կնոջ մեջ, այդ աղջկա մեջ տեսնես քո ինչ-որ պատկերացումներին համապատասխան աղջկա ու իրան բերել ես կնության, չէ՞, ամուսնացել ես իր հետ, սիրուն ընտանիք ես կազմել, հարսանիք ես արել, ծախսի տակ ես ընկել, բոլորին բերել ցույց ես տվել, որ դու հարսի շորով այդ աղջկան բերում ես տուն։ Խի ես ամուսնալուծվում, խի կամ աղջիկը, ասենք, այդ ամեն ինչը ուրանում է, թողնում է մի կողմ, որոշում է, որ չէ, ինձ համապատասխան չի։ Ոչ մեկիսը ոչ մեկ համապատասխան չեն, եթե մենք մեր բնավորությունը չփորձենք, ասենց մի փոքր իրան բան անել, սաղոցել, չգիտեմ, կերտել, սարքել այնց, որ մենք համապատասխան լինենք իրար հետ, օքեյ, մենք այտենց կարանք ապրենք, եթե այտենց պետքա որոշես համապատասխան չես, ըրխի ես ամուսնանում։ Լիլիթ, բայց դրա մի հատ հակառակ կողմն էլ կա։ Մեր ծնողները, մեր մեծերը ժամանակին չեն ամուսնալուծվել ինչ-ինչ պատճառներով, բայց դժբախտ են եղել, հանուն երեխաների, հանուն ամոթի, շարունակել են ապրել իրենց կյանքը։ Ինչ ես գտնում, դա ճիշտ է։ Չէ, այդ ճիշտ չի, այդ էլ ճիշտ չի, բայց ասեմ ինչի համար, այն ժամանակաշրջանում, որ մեր ծնողներն, մեր տատիները այտենց ապրել են, այդտեղ ամոթը մի քիչ այլ կերպ էր դրսևորված, հիմա մեր մոտ այդ չկա, այդ դրսևորման ձևը չկա բացարձակ։ Ու իրանց մոտ եթե ընտանիք էին կազմում, դա ամբողջ կյանքի համար էր, ուզեիր թե չուզեիր, ամբողջ կյանքի, դրա համար 6 երեխա, 7, 10, 11 երեխա են ունենում։ Մենք մեկը ունենում ենք,
մենք ասում ենք ստոպ, իմ մարմինը, իմ հոգեկան աշխարհը ինչ Հիմա ես էլ կուզենայի մի 6-7 երեխով լինեինք, ինչ վատ կլներ, միմիս։ Ինչ վատ կլներ, չհասցրեցի։ Աղջկատ մեծացնելիս ինչն ես ամենաշատը կարևորում, որն այն կարևոր խորհուրդը, որ ամեն օր խոսում ես իր հետ դրա մասին։ Իմ համար կարևորությունը կրթությունն է։ Ես իրան ամեն տեղ տալիս եմ։ Դա երգ կլինի, դա պար կլինի, դա ֆիզիկական աշխատանք, սպորտ կլինի, դա նկարչություն, քանդակ, ամեն ինչը ֆանտաստիկ նկարում է, ֆանտաստիկ քանդակ է անում։ Ձայնը շատ լավն է, բայց չի ուզում այդ ճանապարհով։ Դերասանական ինչ-որ մի քանի տեղեր իրան ցույց տալուց հետո հասկացա, որ դա Իրանը չի թողեց։ Հետո Լոնդոն գնացինք սովորելու։ Հիմա մտածում եմ Դուբայում առհասարակ սովորելու ինքը դպրոցը ավարտելուց հետո։ Մտածում եմ, որ տենց դրսում ուսումը ճիշտ է, որտեվ դրսի կոմունիկացիան էլ է շատ լավը, եթե թողնենք մենք մեր Հայաստանի համալսարաններին դուրսը տեսնելուց հետո ոնց որ հետ գաս։ Ես ուզում եմ ինքը լավ կրթված, տենց բավականին մեծ պաշարով մարդ լինի, որ հետագայում իր կյանքի սխալները գոնե լինեն մինիմալ։ Ես չեմ ուզում ինքը չսխալվի, ես ուզում եմ ինքը սխալվի, բայց փոքրիկ, աղջկական ավելի շատ, տենց պրինցեսայի սխալներ լինի, էլի, վայ կոշիկը ցավացրել է ոտքը, ոչ թե իր ոտքը կոտրվել է։ Տենց անցնի այդ ճանապարհը, մինչև որ տենց շատ սիրուն ընտանիք կկազմի, դե 18 է, մի քանի օր է մնացել ու դառնում է 18 տարեկան չափահաս աղջիկ։ Հարցազրույցներիցդ մեկում նշել ես, որ շատ կարևոր է քեզ համար մարդկային հարաբերությունների մեջ շնորհակալ լինելը։ Միշտ ես սպասում այդ վերաբերմունքին։ Սենց ասեմ, ես պարտական չեմ ոչ մեկին։ Եթե որևէ մեկը ինչ-որ մի բան անում է, պետք է շնորհակալ լինես։ Փոքրիկ, ինչ-որ մի նշույլ, ինչ-որ մի բան, դա կյանքիդ որակի վրա կազդի թե չէ կապ չունի, դա հյուրասիրություն կլինի, ինչ ուզում է լինի, պետք է շնորհակալ լինես, որտեվ այդ մարդը պարտական չի։ Ես դա իմ մաշկի վրա եմ հասկանում, դրա համար եմ ասում, պետք է շնորհակալ լինես։ Ոչ մեկը պարտական չենք դիմացինի համար ինչ-որ մի բան անելու։ Եթե չես շնորհակալ լինում, դուրս է գալիս երկրորդ անգամ այդ մարդը չի ուզենա քո համար ոչ մի բան անի, օգտագործված իրան կզգա։ Իմաստը էլ որն է։ Okay, մի օր արեցիր, երկու օր արեցիր, հետո անընդմեջ մեջ հասկանում ես, որ մերսին ով պիտի ասի։ Վերաբերմունքով, բառով չէ։ Վերաբերմունքով դու հասկանաս, որ ինքը շնորհակալ է։ Թե չէ խոսքով սաղս էլ տենց շենքեր ենք կառուցում, մեջքներիս հետևը։ Իմ ծանոթներից մեկը մի անգամ ինձ գիտես ինչ ասեց, դիմացինը, որ քեզ շնորհակալ չի, ինքը մեղավոր չի։ Քո սպասումներն են մեղավոր իրանից։ Ես երկար մտածեցի ու հասկացա, որ յուրաքանչյուր բան անելուց պիտի ոչինչ չսպասես։ Նույնիսկ այդ շնորհակալությունը կամ արա կամ մի արա։ Չէ, այդքան էլ համակարծիք չեմ։ Okay, ինքը ճիշտ է ասում, ինչ որ մի չափով։ Կարա 50-50 լինի, դա վիճելի հարց լինի, բայց չէ, պետք է շնորհակալ լինես։ Եթե դու պետք է անես ու ոչ մի բան չակնկալես, ուրեմն քո բնավորության գիծը ինչ որ մի հարցում թերացել է։ Դու այսինքն չես կայունացել, չես։ Հիմա ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք, ես արժանացել եմ դրան, որ եկել եմ այստեղ, որ դուք հիմա հարցազրույց եք վերցնում։ Ոնց շնորհակալ չլինեմ, այսինքն ես ասեմ, ես հասել եմ դրան, եկել եմ, չէ։ Ես շնորհակալ եմ շատ, որ ինձ հարգել եք, չգիտեմ, ինչ որ մի մասնիկ եք բան արել, մտածել, որ ես կարամ ինչ-որ դետալ լինեմ, որ կարելի է իր մասին խոսալ, լսել, ասել, ինքը ինչ-որ մի բանի հասել է։ Ինչքանը որ հասցրել եմ սոցիալական ցանցերում քեզ հետևել ու հասկանալ, հասկացել եմ, որ հրաշալի ընկեր ես։ Այստեղ մի հատ բառ կա, պիտի ասեմ, ասում եմ ընկերության մեռը։ Հələ, մասի ինքը իմ մասին պատմում։ Ինքը իմ մասին է պատմում։ Բա, հեսա կկծի։ Մոյ մերն եմ ինձ։ Հեսա կկծի։ Ես վինում եմ։ Հեսա կկծի։ Всё։ Մերն եմ ես գոչ։ Մերսի։ Մարդ կրամն է։ Հա, այդի հաստատ։ Վա, էտա որ ասում ես ընկերություն, տեսա՞ր ոնց եմ ընկերանում։ Ինչ հատկանիշներով պետքա օժտված լինի քո ընկերը։ Ազնիվ լինի, մաքուր լինի, կարողանա ընկերություն անի։ Տակը ոչ մի բան չտեսնի ընկերություն անելու։ Հասցրել ես այդտեղ բոլորին տեսնես։ Չէ։ Կան նեղացողներ։ Հա։
Շատ։ Ու ինչ ես պատասխան տալու իրան։ Ասում եմ ժամանակ չկա գա Երևան կտեսնեմ, ախպերս էլ է ինձանից նեղացել, տենց հասցրել եմ 2 անգամ տեսնեմ։ Ասում եմ դու կարող ես գաս էլի։ Հանգիստ կգաս կտեսնենք, բայց այն ընկերները, որ այստեղ են ու չեմ կարում իրանց տեսնեմ։ Քեզ։ Պետք է իրանց մի քիչ ժամանակը տրամադրեի, ինչ անեի։ Չէ, Ինչը ամենից շատ դուր եկավ քեզ Միացյալ Նահանգների։ Եղանակն է շատ լավ, մաքրությունն է շատ լավ։ Մարդիկ, որ արթնանում են, միանգամից լավ եղանակ, լավ բնություն են տեսնում, դա արդեն կայֆ է։ Իսկ ինչը դուր չեկավ։ Փնթիություն խոզ, չհետևել իրանց, չաղանալ, տենց ինչ որ էդի դուրս չի գալիս։ Այդ չէի ուզենա տեսնել, այստեղ ավելի դիսցիպլինայով մարդ էի պատկերացնում, բայց չէ։ Կաբրեիր էստեղ լի։ Ստեղ։ Ահա։ Չէ։ Ես ոնց ապրեմ, ստեղ գամ 0-ից սկսեմ, բա իմ այդքան արած անդեղ ոնց։ Իսկ եթե քո արտիստերը քո հետ գային էստեղ։ Սենց ընդհանուր տեղափոխվենք, Ահա։ սաղին կբերեի։ Քիչ է թող գան ապրենք, էլի։ Չէ՞ պույս։ Առաջիկայում ինչ նախագծեր ունես։ Շրջագայություն Եվրոպայով Սուպերսակոյի համերգները, Ռուսաստանի Դաշնությունում, այդի առաջիկայում արդեն պլանավորած է օրեր բաները վերցրած, մնացածը ընթացիկ, տեսահոլովակներ, այդպես։ Շոփինգ հասցրել ես անես։ Շոփինգ հա աղջկաս համար սախ։ Իմ Էդ էի ընկերներն ուզում են հարցնել, իր քեզ համար, թե չէ, իմ ուրիշների։ ընկերներն են իր համար արել։ Ա։ Բոլորը ուզում են, որ միմի համար լիքը բան տանեմ։ Ես էջ։ Եվ ավանդական վերջում ավանդական հարցը քեզ տվել են այստեղի Որ հավանեցի։ Սիրեցիր մեր Ամերիկան։ Այո, առաջի հարցը տվել է ինձ։ Ու ինչ ես պատասխանել։ Դումիկյանի պրոդյուսերը Լյովը ամենաառաջի զանգը, որ եղել է, հետը խոսել եմ, ասեց. Սիրեցիր մեր Ամերիկան։ Ասում եմ, հա, դուք եք ձեր Ամերիկան էլ շատ սիրեցի ձեր Ամերիկան։ Չէ։ Այնց չի ինքը մնացած երկրներից ինչ որ բանով տարբերվում է, որ տենց պետքա գայի ու վաու։ Հա։ Ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն, հա։ Գնանք բլիցին լի։ Գնացինք, լավ, վախենալու բաներ ասում, բայց գնանք։ Սուրճ թե թեյ։ Թեյ, Առավոտ թե երեկո։ երեկո, Instagram թե Facebook։ Instagram, Ուշացողն ես թե ժամանակից շուտ։ Մի լավ մեծ համերգ կազմակերպես թե մի հատ լավ շքեղ հարսանիք։ Չէ, համերգ, հարսանիք, ինչ սա պետք, համերգ։ Ափսոսում եմ, որ շարունակի։ Ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ եղել այս մտքին, այս մտածելակերպին։ Նյարդայնանում եմ երբ։ Նյարդայնանում եմ երբ, ներվերս ուտում ես, ուզում եմ տամ պատերի։ Սիրում եմ երբ։ Սիրում եմ, երբ միմին մոտս է։ Կողքն եմ իրա, Երջանիկ եմ երբ։ էլի միմիով։ Հա, իրա Եվ կողքն։ նկարագրիր հային մի բառով։ Աշխատասեր, ձեռքի շնորհք։ Լիլիթ, ես շնորհակալ եմ քեզնից։ Նոր կադրից դուրս ասեցի, այնքան թեթև ու հանգիստ մարդ ես։ Շնորհակալ Ես քեզ ասեցի, դու իմ համար բոմբճկա ես, ես քեզ տենց եմ ասում։ Շատ հաճելի, հանգիստ, թեթև, արագ զրույց էր։ Ես ժամերով կխոսայի քո հետ, բայց գիտենք, որ վաղը արդեն մեկնում ես, այս ժամն էլ որ մեզ տրամադրեցի, Սիրով։ մենք պիտի գոհ լինենք, չէ՞ Արո։ Բարի ճանապարհ, մեր սերն ու ողջունները հայրենիք տան մեր Տանեմ։ քո հետ։ Ձեր Սպասում ստեղը եղանակներ եկեք տանեմ հայրենիք։ Սպասում ենք քեզ այստեղ ավելի հաճախ եմ ասում, որովհետև գիտեմ, Բայց միշտ գործնականով ես ոչ մնալու միտումով։ Ահա, չէ, դու միշտ գործնականով ես գալիս ես սիրուն համերգներ ես կազմակերպում, դրա համար հաճախ արի, որ սիրուն համերգներն էլ շուտ լինեն։ Պայմանավորվեցինք։ Շնորհակալություն։ Էդի չդնես։ The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam